Էլ ինչ պահք առանց պասուց տոլմայի։ Այսօր էլ պասուց տոլմա եմ պատրաստել և ուզում եմ տեսանյութով կիսվել ձեզ հետ։ Տաք բուսայուղի մեջ տապակում ենք սոխն այնքան, մինչև թափանցիկ կդառնա։ Ավելացնում ենք կարմիր պղպեղ և տոմատի մածուկ։ Մի փոքր տապակելուց հետո ավելացնում ենք նախօրոք ջուր դրած լոբին, սիսեռը, լավ լվացած հաճարը, ոսպ ու բլղուրը։ Խառնում ենք։ Ավելացնում ենք աղ, օրեգանո և չորացրած ռեհան։ Արդյունքում ունենում ենք անուշաբույր և շատ գեղեցիկ միջուկ։ Դե ինչ, միջուկը պատրաստ է, սկսեցինք փաթաթման գործընթացը։ Ասեմ, որ ես թթու թփով եմ փաթաթում։ Պասուց տոլման փաթաթում են խոշոր կաղամբի թփերով, որքան որ խայտաբղետ է միջուկը, այնքան էլ համեղ է այն։ Պասուց տոլման պատրաստում են նաև ամանորին։ Փաթաթել վերջացնելուց հետո կաթսայի հատակին շարում ենք կաղամբի թերթիկներ, որից հետո դասավորում ենք պասուց տոլմաները։ Այնուհետև տոմատի մածուկը բացում ենք ջրով ու ավելացնում զանգվածին։ Անհրաժեշտ է, որ տոլմաները ծածկվեն ջրով։ Վերջում երեսին ափսե ենք դնում, որպեսզի եփվելու ընթացքում չբացվեն տոլմաները։ Դնում ենք մարմանդ կրակին ու եփում այնքան, մինչև որ սիսեռն ու լոբին պատրաստ կլինեն։ Պասուց տոլման ուտում են ինչպես տաք, այնպես էլ սառը վիճակում։ Դե ինչ սիրելիներս, հուսամ հավանեցիք պատրաստման այս տարբերակը։ Այսօրվա համար այսքանը։ Լավ մնացեք։